մենք եկել ենք լավ նորությամբ, ապրիլի 2-ին տեղի կունենա վիրտուոզ Էմին Քյուրքչյանի առաջին մենահամերգը Երևանի կամերային երաժշտության տանը, որի ընթացքում ուշադրությունն կկատարի Սկրայբինի, Պրոկոֆիևի, Լիստի եւ Շուբերտի ստեղծագործությունները, իսկ համերգի կազմակերպիչն է Artis Futura միջազգային հիմնադրամը։ Այդ առիթով մենք այսօր ունենք հրաշալի հյուր։ Մեր հյուրն է կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, Artis Futura հիմնադրամի նախագահ Արաքսիա Մուշեղյանն է, բարի առավոտ։ Արաքսիա ջան, շատ ուրախ ենք, որ մեր տաղավարում եք այսօր։ Վաղուց ենք հանդիպել, չէ։ Հրաշալի նորությամբ եք եկել, մի փոքր կպատմեք ինչպես է տեղի ունեցել համագործակցությունը, առաջարկը եւ ինչ է սպասում։ Իհարկե, մեծ հաճույքով։ Մեր հիմնադրամը գործում է արդեն մոտ 5 տարի է։ Մենք ստեղծեցինք 20 թվականին այս հիմնադրամը, որովհետեւ հասկացանք, որ պետք է մեր ջահել տաղանդավոր երաժիշտներին դասական, չէ, ավելի շատ ժանրի։ Դասականի մասին է խոսքը, այո, դասական երաժիշտներին, որոնք սփռված են ամբողջ աշխարհով։ Մեր հիմնադրամի մասնակիցները կապ չունի որտեղ են ապրում, որտեղ են սովորում, գլխավորը նրանք ազգությամբ բոլորը հայ են եւ տաղանդավոր են։ Դա մեր առաջին պայմանն է։ Նախապայմանն է։ Այո։ Եվ Էմին Քյուրքչյանը նաեւ միացավ մեզ 20 թվականից եւ մենք նրա այդ աճը որպես արդեն կայացած երաժիշտ այսօրվա օրով կարող է ասել, որ նա կայացած երաժիշտ է եւ բազմաթիվ համերգներով է ելույթ գալիս ամբողջ աշխարհով մեկ այսօրվա օրով եւ մենք շատ ուրախ ենք, որ նրանց կապը չի կտրվում իրենց հայրենիքի հետ եւ սա իրեն առաջին մենահամերգն է եւ ես հույսով եմ, որ մեր հանդիսատեսը մեծ բավականություն կստանա այս համերգից եւ հույսով եմ, որ նրա այս առաջին համերգը կլինի ոնց որ այսպիսի ստարտ կտանք նրա համերգային շրջաններին այստեղ։ Այ ինչպես է ընտրում, ինչպես է գտնում մեր հայերին, որոնք սփռված են աշխարհով մեկ եւ ունեն տաղանդ։ Քանի որ ես ինքս երաժիշտ եմ եւ տեղյակ եմ ինչ է կատարվում երաժշտական ասպարեզում, սկզբում իհարկե մենք փնտրում էինք ուղակի մանգալով եւ շփվելով այդ երաժիշտների հետ, բան էինք գալի այդ տաղանդավոր երեխաներին, բայց այսօրվա օրով արդեն կայացել այսպիսի որպես օրենք է մեր մոտ, մեր կայքում կա էջ, որտեղ նրանք բոլորը կարող են հանգիստ իրենք ներկայացնել, պրեզենտացիանել, այդ բոլոր հարցերին պատասխանում են, ուղարկում են իրենց ձայնագրությունները եւ ունենք էքսպերտային կոմիսիա, որը նայում է այդ բոլոր հայտերը, որոնք եկել են եւ մենք ամեն տարի ընտրում ենք մի քանակ մարդկանց, ում հետ համագործակցում ենք, բայց նրանք, ով արդեն եղել են մեր հիմնադրամում եւ մեր հետ համագործակցել են, մենք նրանց հետ կապը չենք կտրում, մենք շարունակում ենք նրանց հետ համագործակցել, միևնույնն է հրավիրել մեր բոլոր համերգներին եւ հասկանում ենք, որ նրանք, ով արդեն կայացել են, կարող են ինչ որ բան արդեն տալ մյուս սերունդին։ Հաջորդ եկողներին։ Շատ կարևոր է, որ այդ սերունդների ոնց որ գիտեք, էստաֆետա են հանձնում, մեկը փոխանցում է մյուսին իր գիտելիքը, իր արդեն անցած ճանապարհի փորձը եւ դա շատ կարևոր է, որ նրանք կապված լինեն եւ օգտակար լինեն իրար տարիների ընթացքում, հետագա տարիների ընթացքում։ Իսկ բացի համերգային ծրագրից վարպետաց դասեր լինում են, որպեսզի կարողանան։ Մենք նրանց աջակցում ենք վարպետաց դասերի հարցում, ուղարկում ենք տարբեր մրցույթների, փառատոների, ամեն տարի մեր հիմնադրամը կազմակերպում է գալա համերգ, որտեղ մեր երիտասարդ կատարողները հնարավորություն ունեն սիմֆոնիկ նվագախմբերի հետ մասնակցել եւ նվագել։ Նրանց համար դա մեծ փորձ է, բացառիկ նաեւ իրենք։ Իհարկե, եւ բացառիկ փորձ է։ Եվ կարեւոր է մեր համար կարեւոր է, քանի որ նրանք տարբեր երկրներում են, կարեւոր է, երբ որ Հայաստանի երեխաները գալիս են ուրիշ երկիր եւ մասնակցում են այն երկրի երեխաների հետ, նրանք շատերը արդեն իրար մեջ ընկերացել են, ստեղծել են ինչ-որ դուետներ, տրիոներ, համագործակցում են եւ մենք շատ ուրախ ենք։ Դուք հանդիսանում եք այդ ստարտը, որը հետո բերում է հրաշալի համագործակցությունների, ծանոթությունների Այսինքն հետևյալ կերպ է, ոչ միայն Հայաստանում է այդ ամեն ինչը կազմակերպվում, ես ճիշտ հասկացա, նաև տարբեր երկրներում, տարբեր հարթակներ օգտագործում են եւ կարող են ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի երաժիշտներ։ Այո, լինում են շատ տաղանդավոր երեխաներ ունենք, որ օրինակ մենք համագործակցում ենք Ռուսաստանի նորանոններ հիմնադրամի հետ եւ ամեն տարի նրանք ունեն ամառային դպրոց, ուր մենք երկու աշակերտ ուղարկում ենք այդ վարպետաց դասերի
Գյումրի Սուզդել քաղաք եւ նրանց հիմնադրամի տաղանդավոր երեխաները շատ հաճախ մեր համերգներին մասնակցում են մեր հիմնադրամի երեխաների հետ։ Ինչ է սպասվում այս տարի եւ ինչպիսին է հիմնադրամի ծրագրերը, մի քիչ ավելի ընդլայն։ Դեք բացի նրանից, որ մենք երեխաներով ենք զբաղվում, երեխաները դա մեր համար առաջի մեր հիմքն է։ Հիմքերի հիմքն է, որովհետեւ տաղանդավոր երեխաները դա մեր ապագան են իսկապես եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ երեխաները հասկանան, որ իրենք ունեն այդ ապագայի գնահատվեն եւ իհարկե։ Այո, երբ որ դու ունես ստիմուլ ունես աճելու, դա շատ կարեւոր է երեխայի համար։ Տաղանդավոր երեխային նամանավանդ պետք է օգնել առաջ գնալու համար, ասում օգնեք տաղանդավորներին, biz darnisti proiducția. Եվ մի շատ հետաքրքիր ես լոզունգ ունեմ, ասում եմ, որ տաղանդավոր երեխաներ թող ինձ ներեն այն մարդիկ, ովքեր որ հարուստ են իրենց կարծում, ծնվում են սովորաբար մի քիչ սոցիալապես ոչ լավ բարվոք պայմաններ ունեցող ընտանիքներ։ Իհարկե, նրանք միշտ այդ կարիք տարբեր է լինում եւ գիտեք տաղանդավոր մարդը միևնույն է այդ ծիլը երբ որ կա, նա միևնույն է բացվելու է։ Դա իմ կարծիքն է։ Կարևորը ճիշտ ջրելն է, ինչն է դու կանում ես։ Այո, ճիշտ փայփայելն է։ Ճիշտ փայփայելը պետք է փայփայես։ Երեխաների մասը հասկացանք, հիմնադրամը հաջորդի ինչ։ Հիմնադրամը նաև զբաղվում է, մենք տարբեր ծրագրեր ունենք եւ հիմնադրամում մեր կայքում կան երկու, մեկը կոչվում է Կանալ Ֆուտուրը, մեկը կոչվում է Ժուրնալ Ֆուտուրը։ Երկու բաժին է, այո։ Եվ Կանալ Ֆուտուրայի համար մենք նկարում ենք դոկումենտալ ֆիլմեր, տարբեր մեր հայ օրինակ մենք ունենք մեծ նախագիծ, որը համարյա բոլոր մեր թանգարանների հետ ենք համագործակցել եւ թանգարանների մասին այդպիսի ծրագրեր են տարբեր կարճամետրաժ ֆիլմեր հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզվով, որպեսզի ոչ միայն հայերը կարողանան ծանոթանալ մեր մշակույթի հետ, այլ նաեւ ուրիշ մարդիկ, որ ուզում են այցելել Հայաստանը, հասկանան ուր կարելի է գնալ եւ այդ թանգարանների մասին մենք պատմում ենք այնպիսի բաներ, որոնք ամեն օր դու չես լսի եւ չես գտնի եւ շատ պետք է փնտրես, որպեսզի այդ ինֆորմացիան տարբեր տեղերից հավաքես։ Իսկ այստեղ մեկ տեղում կուտակված այսպիսի ինֆորմացիա է, որը շատ մատչելի եւ հետաքրքիր ձևով ներկայացված է։ Նաեւ այդ ժուրնալում մենք տեղադրում ենք էլի հոդվածներ, որոնք գրվում են տարբեր մեր մշակույթային ճարտարապետության մասին տարբեր ճյուղերին է անդրադառնում արվեստի, այո, ներկայացնում ենք բազմաժանր է այսինքն։ Այո, շատ կարևոր գործունեություն է կանում, հատկապես որ դա տարբեր լեզուներով է, որովհետև մենք ունենք այդ խնդիրը աշխարհին ասելու թե ով ենք մենք։ Մենք շատ հաճախ ունենք լավ պրոդուկտներ այստեղ սարքած, բայց որոնց մասին չգիտեն, որոնց մասին ընդհանրապես չգիտեն, եւ դա պետք է ներկայացնել, իրազեկել դրա մասին, որ այսպիսի բան է կայացել, որպեսզի հետաքրքրությունը լինի, չէ՞ որ ամենակարևորը ինչով մեզ ճանաչում են դա մեր մշակույթն է եւ արվեստն է։ Անշուշտ։ Ինձ հետաքրքիր է բացի Artis Futura հիմնադրամի որպես նախագահ, դուք կոմպոզիտոր եք ու երաժշտական պրոդյուսեր, ձեր գործունեության մեջ ինչ նորություններ կան։ Շատ, ես չգիտեմ, գիտեք, այդ հարցը որ տալիս են, այնպիսի տարբեր ուղղություններով եմ աշխատում, գրում եմ երաժշտություն կինոյի համար, գրում եմ երաժշտություն հիմա այս պահին ինչի վրա եք աշխատում օրինակ։ Հիմա աշխատում եմ այսպիսի performance art ենք ստեղծում, վիդեո շարք է լինելու, բալետային ներկայացում, այսպիսի ծրագիր մի հատ կա, չեմ կարող նախագծերը բացեմ եւ պատմեմ, բայց կգաք եթեր կլուսաբանենք, հենց արդեն պատրաստ լինի։ Անպայման։ Եվ էլի 2-3 հատ այսպիսի նախագիծ կա, որոնց համար ես գրում եմ երաժշտություն, այդ պրոյեկտները այս տարի մենք կձայնագրենք եւ լույս կտեսնեն այս տարվա վերջում։ Մեկը կլասիկ ժանրում է, մեկը crossover ժանրում է, մեկը pop ժանրում է։ Այսինքն եւ ներկայացումներ, երաժշտություններ եւ տարբեր նախագծեր հասցնում եք անում, ոնց եք հասցնում։ Չգիտեմ, ինձ որ հարցնում են ոնց է այդ 24 ժամվա մեջ հասցնում, ես 1 ժամ առաջ եմ զարթնում դրա համար։ Դες համար օրը 25 ժամ ունի, այսինքն չի ավարտվում։ Եթե ավելի ես ծանրաբեռնում քեզ, ավելի բան ես հասցնում։ Ինչքան շատ ծանրաբեռնված ես, այդքան շատ բան ես հասցնում։ Իրեւ ես էլ եմ այդ կարծիքին, բայց ձեր էներգիան ուղղակի անասելի զգացում է շարժ։ Դիվիզնա, չէ՞, ասում եմ, չեմ կարող, չկա, չեմ ուզում, կա, չէ՞, այսինքն։ Այո,
Միշտ կարելի է գտնել պատճառներ, ինչու չես անում, ավելի լավ է գտնել եւ անել ժամանակը, քան չանել։ Միանշանակ։ Այս հրաշալի եւ ուրախ նոտայի վրա առաջարկում եմ ավարտել մեր զրույցը։ Եվս մեկ անգամ հիշեցնել ապրիլի 2-ին հրաշալի իրադարձություն է տեղի ունենալու։ Թողում եմ բոլորին։ Անշուշտ շատ կարեւոր է աջակցել նմանատիպ ծրագրերի, որովհետեւ դա արվում է մեզ համար, մեր երեխաների համար։ Էմին Քյուրքչյանի առաջին մենամերն է լինելու Երևանի կամերային երաժշտության տանը։ Գնացեք, տարեք նաև ձեր երեխաներին, թող որ առնչվեն իսկապես դասական արվեստի հետ ու ճանաչեն մերոնց բարի բուն եւ փոխաբերական իմաստով։ Հայ է, տաղանդավորը, գնացեք եւ վայելեք։ Ձեզ անչափ շնորհակալ ենք, որ այսօր մեզ հյուրեր եղաք ու բարակեցիք մեզ ձեր էներգիայով։ Մի տեսակ ուզում եմ գնամ բեմադրություն անեմ։ Գնա։ Տեսնենք։ Մենք սկզբից ուզեցինք դուետ անել, հիմա սկսեցինք բեմադրությամբ ավարտում ենք, այո։ Շնորհակալ ենք ձեզ լավ ենք մաղթում աշխատանքային ինտենսիվ որ։ Այո, սիրելի հեռուստադիտող, Անահիտ ինչպես ասեց, մենք աշխարհին մշակույթ ունենք տալու եւ դա իհարկե մեծամտություն չէ, դա իրականություն է։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ձեզ թողնում ենք մի լավ երաժշտություն, իսկ մենք ասում մնացեք բարով։